Բարև ձեզ, սիրելիներս, մենք տեսეთ շարունակում ենք քննարկել Շրիմադ Բհագավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք 3-րդ երկի 8-րդ գլուխը, որտեղ Մայտրեյան ինքը սկսում է պատասխանել Վիդուրայի հարցերին։ Մենք երեք մի թեթև քննարկեցինք ձեր հետ այդ թեման, որ իրականում մաքուր նվիրալները իրենք մեծ բավականություն են ստանում եւ իրենց այսպես եթե պատկերավոր ասենք շունչը բացվում է, երբ որ իրանք հնարավորություն են ստանում խոսել Գերագույն Աստծո անձնավորության մասին։ Եվ ես միշտ զուգահեռ եմ բերում, որ նյութական աշխարհում այդ երևույթը նույնպես գոյություն ունի, որպես երբ որ ասենք անձնավորությունը ինքը սիրահարված է, չէ՞, ինքը որտեղ էլ ինքը հայտնվի, ինչի մասին էլ ուզում է խոսա, ինչ էլ ուզում է տեղի ունենա, ինքը գալիս է մի պահ, երբ որ սիրահարված վիճակում մարդը բոլոր խոսակցությունները բերում է այնտեղ, որ գովերգում է իր սիրած անձնավորությանը, չէ՞, եւ ասենք այո, կենդանիակներին դա բնորոշ է, մենք սիրում ենք գովերգել նրան, ում սիրում ենք նրան օրինակ բերել եւ այլն եւ այլն, բայց այստեղ իհարկե հոգեբանորեն կա մի այլ խնդիր, դա այն է, որ բոլոր կենդանիակները ունեն իրանց նախասիրությունները, չէ՞, եւ ասենք այն ինչ սիրում ենք մենք, բոլորովին պարտադիր չի, որ սիրեն բոլորը, եւ մաքուր նվիրալների հզորությունը ինքը արտահայտվում է հենց դրանում, որ իրենք կարողանում են Աստծո մասին խոսել այնպես, որ տարբեր բազմազան, զանազան կենդանի էակներ սիրով լցվեն դեպի Աստված։ Եվ ուրեմն Մայտրեյան ինքը դիմեց Վիդուրային մի շատ տարօրինակ խոսքով, ինքը ասեց թույլ տուր։ Ինչու համար էր դա կարևոր խոսք, որովհետև երբ որ այդպիսի խնդրանքով է դիմում հոգևոր ուսուցիչը, դա իսկ նշանակում է, որ ինքը պատրաստվում է Աստծո մասին խոսել երկար։ Եվ այդ հանգամանքը, որ ինքը պատրաստվում է Աստծո մասին խոսել երկար, ինքը այո թույլտվություն է պահանջում, այսինքն աշակերտը ինքը պետք է իր համաձայնությունը տա, որովհետև Մայտրեյան ինքը ասեց թույլ տուր, որ ես քեզ կրկնեմ Բհագավատա Պուրանան, այսինքն այն գիտելիքը, որը իր մեջ պարունակում է Գերագույն Աստծո անձնավորության մասին գիտելիք, չէ՞։ Մենք ձեզ հետ երեք քննարկեցինք այդ թեման, որ իրականում արական գրականության սուրբ գրվածքների այդ բոլոր բաժանմունքների մեջ Գերագույն Աստծո անձնավորությունը որպես անձնական կյանք ունեցող նկարագրվում է միայն եւ միայն Բհագավատամում եւ դրանում է Բհագավատամի անգնահատելի դերը, կշիռը, քաշը եւ այլն, չէ՞, կարևորությունը, որովհետեւ մեր աշխարհում ակնհայտորեն այլ սուրբ գրվածքներ, որոնք իրենք համարձակվել են մտնել այդ դաշտ եւ նկարագրել Գերագույն Աստծո անձնավորության անձնական կյանքը, դա ոչ մեկ չի արել, չէ՞, եւ ինչքան ավելի գաղափարախոսությունը ինքը ունակ չի այդ թեմաներից խոսալ, այդքան ավելի ինքը ագրեսիվ է վերաբերվում այն սուրբ գրվածքների հանդեպ, որոնք իրենք այդ թեմաները քննարկում են։ Ես միշտ առաջարկում եմ այդ իմաստով ունենալ բաց ազատ բանականություն, չէ, բայց եւ չունենալ վիրավորական վերաբերմունք ոչ թե միայն հոգևոր, այլ ընդհանրապես չունենալ ոչ մի վիրավորական վերաբերմունք ուրիշների աշխատանքի, ուրիշների արժեքային համակարգի, այսինքն այն ամեն ինչի հանդեպ, ինչը որ կարող է լինել հաճելի կամ կարևոր մի ուրիշ կենդանի էակի համար։ Մենք պետք է պարզ հասկանանք, որ նյութական աշխարհում կենդանիակները ունեն տարբեր զարգացվածության մակարդակ, ունեն տարբեր նախաձեռնություններ, իհարկե, ես չեմ կարող համաձայնվել այդ գաղափարի հետ, որ բոլորը հավասար են այդ իմաստով, ոչ, իհարկե, ինչ-որ մեկը սովորում է, դա ակնհայտ է, չէ՞, նյութական աշխարհը ինքը հաջորդականության աշխարհ է, ինչ-որ մեկը ինքը սովորում է առաջի դասարանում, ինչ-որ մեկը սովորում է 10-րդ դասարանում, ինչ-որ մեկը արդեն բարձրագույն կրթություն է ստանում, իսկ ինչ-որ մեկը այդ բարձրագույն կրթությունը հասցնում է կատարելության, եւ այստեղ հավասարության նշան դնել, որ նրանք բոլորը հավասար են, դա չի կարելի։ Եվ իհարկե հոգևոր գիտելիքի հետ կապված այստեղ էլ նույն խնդիրը կա եւ իհարկե
մենք իմացես հետ գտնվում ենք աստվածամերժության դարաշրջանի շրջանակներում եւ դա նշանակում է, որ հիմնականում ծնվում են տգիտության ազդեցության տակ կենդանի էակները, չէ, որոնք իրենք զարգացման հանդեպ հակում չունեն, հոգևորի հանդեպ հակում չունեն, բայց ունեն արտահայտված ագրեսիա։ Եվ ունենք մի ուրիշ երևույթ, որտեղ կրոնը ինքը բաժանվել է տասնյակ մասերի, չէ, եւ այդ բաժանության մեջ, այսինքն այդ բաժանումը հենց արիացիները կոչում են աղանդներ, անկախ նրանից, թե դրանք պետականորեն ընդունված, թե չընդունված կրոնականություններ են, իրենք ասում են նրա մասին, որ ցանկացած կազմակերպված կրոնականություն, այսինքն որ ինքը սահմաններ դրեց, ես սա եմ կրոնականության մեջ, դա աղանդ է, որը ինքը հոգևոր մարդկանց իրարից բաժանում է։ Մենք տեսնում ենք, որ արիացիները մեզ սովորեցնում են ոչ թե ուշադրություն դարձնել, թե ազնվորությունը ինքը որ կրոնականության աղանդին է իրեն համարում է, որ ինքը պատկանում է այդ աղանդին, այլ հոգևոր մարդը ինքը պետք է ուշադրություն դարձնի միայն մի գործոնի, որքանով է մարդը ինքը առաջի քայլով, որքանով է ինքը հաստատված բարոյականության մեջ, այսինքն որքանով է ինքը շարժվում դեպի մաքրություն։ Մենք տեսնում ենք, որ երբ որ խոսքը գնում է աղանդավորության մասին, ապա ամենաարատավոր անձնավորությունները նույնիսկ իրենց կարող են համարել կամ համարվել այդ աղանդի կողմից, ուրեմն իրենց ներկայացուցիչները։ Արիացիները իրենք կարողանում էին հավաքել իրական կրոնական հասարակություն, հենց այդ դրա շնորհիվ, որ իրենք երբեք չէին ընդունի այդպիսի երևույթը։ Ես շատ եմ խոսում նրա մասին, որ եթե արական հասարակության մեջ ծնվում են կենդանիակներ, որոնք իրենք արատի հանդեպ մեծ հակում ունեն, իրենք գտնվում էին, այսպես կոչված ստրուկի կարգավիճակում եւ ասելով ստրուկ արիացիները իրենք չէին հասկանում սեփական իր։ Իրենք հասկանում էին ազնվորություն, որը ինքը դեռ իր մեջ չունի առաքինություն, եւ դա նշանակում է, որ ինքը առաքինի կենդանիակների համար վտանգավոր կենդանի էակ է, իսկ առաքինությունը կենդանիակին պետք է բերի երջանկություն, եւ եթե թույլ տրվի, որպեսզի արատավոր կենդանի էակները, կոպիտ ասած, ազատ գործեն, ուրեմն հասարակության մեջ, ապա առաքինի անձնավորությունների երջանկությունը կլինի վտանգված։ Եվ դրա համար իրենք շատ խիստ էին վարվում այդ դաշտում, խիստ այն իմաստով, որ իրենք այսպես փորձ էին կատարում բանանել, ասենք, այնպես պահել այդ արատավոր կենդանիակներին, որ իրենք չկարողանան ազատ գործել հասարակության մեջ, չդժբախտացնեն նրանց, ովքեր որ արժանի չեն դժբախտանալու, եւ միաժամանակ հոգ էին տանում այդպիսի ազնվորության հոգևոր զարգացման մասին, այսինքն ամեն ինչ անում էին, որպեսզի այդ ազնվորությունները իրենք վերջնականում ուրեմն դառնան հոգևոր անձնավորություններ եւ հակում ձեռք բերեն դեպի մաքրությունը։ Եվ այստեղ ուրեմն մենք տեսանք, որ Մայտրեյան ինքը բանարեց, ասեց Վիդուրային, որ ես ուրեմն որպեսզի պատասխանեմ քո հարցերին, ես պետք է քեզ պատմեմ Բհագավատա Պուրանան, այսինքն ես պետք է պատմեմ քեզ Գերագույն Աստծո եւ նրա մարմնավորումների մասին գիտելիքը։ Մենք ձեզ հետ անցյալ անգամ 3 քննարկեցինք երկրորդ տեքստը, որտեղ մենք ուրեմն խոսեցինք հենց այդ դրա մասին, չէ, եւ կարևոր թեմա էր քննարկվում, որ Գերագույն Աստծո ազնվորությունը այստեղ չի նկարագրվում որպես ազնվորություն, որը կամ անտարբեր է մնացել, կամ ջղայնացել է կենդանիակի նյութական գոյության համար եւ այլն եւ այլն։ Մենք տեսնում ենք, որ արիացիները իրենք այդ գաղափարն էր առաջ քաշում, որ կենդանիակները իրենք Գերագույն Աստծո ազնվորության հետ նույն բնությունը ունեն։ Եվ այդ նույն բնությունը դա նշանակում է, որ մենք հարազատ ենք Գերագույն Աստծո ազնվորության համար։ Եվ ինքը այստեղ արդեն դրսևորում է իր ծնողական վերաբերմունքը անկախ
նրանից, թե այդ կենդանիակները, որոնք իրենք եկել են նյութական աշխարհ, հոգևոր աշխարհում, ինչ հարաբերություններ ունեն Աստծո հետ, այստեղ ինքը դրսևորում է ծնողական հարաբերություն, վերաբերմունք ինչ իմաստով, որ ինքը ոչ թե մեղադրում է կենդանիակին, հա, այլ ինքը հասկանում է, սա շատ կարևոր գաղափար է, որ արիացիները իրենք չեն համարում, որ կենդանիակը ինքը արատավոր բնություն ունի։ Իրենք համարում են, որ կենդանիակը ինչ որ արատավոր բաներ որակներ է ցուցաբերում, հա, տգիտության հիմքի վրա, որովհետև ինքը ինչ որ մի բանը անսահման սխալ է հասկանում։ Եվ երբ որ կենդանիակին տրվի գիտելիք, եւ ինքը կարողանա ճիշտ գնահատել իր դիրքը, հա, այդ դեպքում ինքը անմիջապես կշտկի իր սխալը եւ կփորձի ճիշտ պահվածքի եւ ճիշտ վերաբերմունքի մեջ մտնել։ Մենք տեսանք, որ խոսքը գնաց Գերագույն Աստծո անձնավորության կարեկցանքի մասին, եւ այստեղ շատ կարեւոր էր, որ նյութական, մենք պիտի հասկանանք, որ նյութական աշխարհում ապրող կենդանիակները իրենք իրանցով իրականում չեն կարող գալ Աստծո գաղափարի։ Աշխարհիկ գիտնականները իրանք պնդում են, չէ, որ կրոնը ինքը ընդհանրապես հորինված է մարդու կողմից, հա, եւ հայտարարում են, որ ուղղակի այն ժամանակ, երբ որ մարդը ինքը եղել է տգետ, հա, երբ որ ինքը եղել է տգետ, ինքը վախեցել է բնության տարբեր բաներից, տարբեր արտահայտություններից, ասենք, չգիտեմ, կայծակից, ջրհեղեղից, հա, չգիտեմ, ցունամից, երկրաշարժից, ինչից, եւ այդ վախի հիմքի վրա հորինել է, որ այդ բոլոր բաներին ինչ որ մեկը ղեկավարում է եւ դա իր ջղայնության կամ իր վատ վերաբերմունքի հետևանքն է։ Մենք տեսնում ենք, որ իրականում արիացիները իրենք եւ գիտականորեն եւ տնտեսապես ահավոր զարգացման փուլում գտնվող կայսրություն է եղել, չէ՞, նույնիսկ հասկանում ենք, որ ես ամեն անգամ դա մատնանշում եմ, որպեսզի դուք կարողանաք տեսնել, որ հազարավոր տարիներ աստվածամերժերից առաջ արիացիները իրենք եւ հոգեբանություն են իմացել, եւ աստրոնոմիա, եւ բիոլոգիա, եւ քիմիա, եւ այս, եւ այն, որտեղ շատ զարգացած է եղել երկիրը, եւ նույնիսկ ինչու միայն աստվածակենտրոնը, նույնիսկ աստվածամերժ, եթե մենք կարդում ենք Ռամայանայի մեջ, Ռավանան, այսինքն աստվածամերժերի կայսրությունը կամ պետությունը, ինքը երբ որ անասելի հնարավորությունների տեր է նկարագրվում, չէ՞, այսինքն գիտատեխնիկական զարգացումը ինքը ֆանտաստիկ էր եւ իհարկե ոչ ֆորմալ գիտնականները, չէ, որոնք իրենք աչք չեն փակում իրականության վրա, իրենք պարզ ցույց են տալիս, որ ասենք այն հնությունները, որը հայտնաբերում են արխեոլոգները, այդտեղ ուրեմն շատ խնդրահարույց փաստերի ենք հանդիպում, որտեղ ասենք մենք հասկանում ենք, որ գիտնականները իրանք ընդունում են, որ այսա մենք ժամանակակից տեխնիկայով ի վիճակի չենք կրկնել։ Հա, եւ ուրեմն սա նշանակում է, որ գիտատեխնիկական տեսանկյունից արիացիները իրենք չափից ավելի զարգացած էին, հա, բայց մենք պատկերացում ունենք, որ գիտատեխնիկական զարգացումը ինքը բերում է աստվածամերժության, իսկ արիացիները իրենք լուրջ աստվածակենտրոն էին, այլ ոչ թե ձևական։ Հասկանում եք։ Եվ ուրեմն մենք տեսնում ենք, որ ուրեմն ինքը ազնվորությունը, ինքը իր ուժով չի կարող։ Նյութական աշխարհում ապրողը, չէ, ինքը շփվում է միայն նյութական բնության իրականության հետ։ Իսկ նյութական բնությունը դա կյանքի պայքար է։ Մենք երեք դա քիչ քննարկեցինք, դա կյանքի պայքար է եւ ուրիշ ոչինչ։ Եվ ինքը բնությունը իր մեջ չի պարունակում ոչ բարիություն, ոչ արդարություն։ Արիացիների քաղաքակրթությունը դա քաղաքակրթություն էր, որը հենված էր ճշմարտության, արդարության եւ բարիության վրա։ Երբ որ մենք խոսում ենք դեմոկրատական աշխարհի մասին, դեմոկրատական աշխարհը ինքը նույնպես հայտարարում է, որ ինքն էլ արդարության ջատագով է, հա, բայց մենք տեսնում ենք, որ ոչ մի արդարություն էլ իրականում չի իրականացվում,
Այո, կա մի շատ կարևոր ուրեմն ձեռքբերում, այդ ձեռքբերումը ինքը կայանում է նրանում, որ ազնվորությունները իրանք ուրեմն բան են անում, թույլ են տալիս, ասենք, որպեսզի մարդիկ իրենք լինեն բազմակարծիք, պաշտպանում են մարդու իրավունքները, այո, ինչ որ ասենք հոգեբանական շեղումներ ունեցող մարդկանց, որոնք ասենք արտահայտվում են որպես սեռական հակումներ բնականին հակառակ, չէ՞։ Եվ ասենք այդ ամեն ինչը այսպես էլի մի հատ ռազրյադկա է տալիս, որպեսզի մարդիկ իրար չատեն եւ սովորեն, որ բոլորն էլ այս աշխարհում իրավունք ունեն ապրելու։ Սա իհարկե մեծ բան է, ձեռքբերում է, եթե մենք համեմատում ենք դեմոկրատական հասարակությունը բռնատիրական հասարակությունների հետ, որտեղ ինչ որ մի գաղափարախոսություն ուղղակի բռնի ուժով պարտադրվում է բացարձակ բոլորին։ Եվ ով որ մի սանտիմետր էս կողմ են կողմ ինչ որ բան է մտածում, նրան օրինակ ասենք սովետական միությունում որպես այսպես մինիմալ արդյունք մտցնում էին սև ցուցակներ եւ ամենտեղ կյանքի ճանապարհները իրանց առաջ փակում, չէ՞։ Ուրեմն մենք պետք է հասկանանք, որ արիացիները իրենք խիստ աստվածակենտրոնային եւ այս է ամենակարևորը, որ իրենք այսա պնդում են սրա վրա, որ Գերագույն Աստծո անձնավորությունը իր նախաձեռնությամբ ամենասկզբից տալիս է հոգևոր գիտելիքը, այսինքն տրամադրելով կենդանիակներին տարածք, որտեղ իրանք կկարողանան իրականացնել իրենց ցանկությունները, արիացիները իրենք անմիջապես Գերագույն Աստծո անձնավորությունը կներեք, անմիջապես տալիս է տարածք, որտեղ կենդանիակները կարող են իրենց սխալը ուղղել եւ վերադառնալ հոգևոր աշխարհ։ Սա Գերագույն Աստծո անձնավորության նախաձեռնությունն է։ Եվ ինքը այսա շատ կարևոր է, էլի, որ մենք պիտի հասկանանք, որ ինքը այդ նախաձեռնությունը անում է, որովհետև համել գիտելիք է տալիս, որպեսզի կենդանիակը նյութական աշխարհում ապրող հասկանա, որ ինքը այս աշխարհի հետ իրականում, այսպես ասենք, էլի, այդքան էլ մեծ կապ չունի։ Հիմա, սիրելիներս, չէ՞։ Ուրեմն մենք ձեզ հետ այդ բոլոր քննարկումներից հետո, որը երեք արեցինք, այսօր կքննարկենք հաջորդ տեքստը։ Հաջորդ տեքստը դա 7-րդ Շրիմադ Բհագավատամ, 3-րդ երգ, 7-րդ գլուխ, հա, տեքստ 3-րդ։ Մի ժամանակ Սանաթ Կումարը, ուրեմն Սուրբ տղաների առաջնորդը, մյուս մեծ իմաստունների ուղեկցությամբ ցանկանալով ճանաչել Վասուդև կոչվող բարձրյալ ճշմարտությունը, նույն այս հարցերը ուղեց Տիրոջը Սանտարշանային, ով բնակվում է տիեզերքի խորքերում։ Ուրեմն ինչպես տեսանք, մենք այստեղ ձեռք ենք բերում մի քանի թեմա խոսալու եւ առաջի հերթին դա հերոսներն են, որոնք այստեղ գործում են, հա։ Ուրեմն այս հերոսների հետ կապված առաջի հերոսները, որոնք իրենք այստեղ գործում են, կներեք, ես մի հատ հայերենը բացեմ, հա։ Առաջի հերոսները, որոնք իրենք այստեղ գործում են, դրանք այն ազնվորություններն են, որը կոչվեցին Սանաթ Կումար, հա։ Ուրեմն Սանաթ Կումարը ինքը շատ սա 4 եղբայրներ են, որոնք իրենք իրականում շատ հետաքրքիր ազնվորություններ են, շատ հետաքրքիր թեմաներ են իրենցով բանանում, ասենք շատ հետաքրքիր թեմաներ են մարմնավորում, չէ։ Ուրեմն ովքեր են Սանաթ Կումարները։ Սանաթ Կումարները իրանք իրականում Տեր Բրահմայի որդիներն են, այսինքն բանականության պտուղներն են։ Եվ ուրեմն իրենք հավերժ սանսկրիտ դա կոչվում է բրահմաճարի, հա, այսինքն իրենք տղամարդու մարմնում, հա, գտնվող այնպիսի անձնավորություններ են, որոնք հավերժության մեջ երբեք իրենցից դուրս չեն բերում սերնահեղուկը։ Այսինքն իրենք ոչ թե միայն չեն կենակցում կնոջ հետ, չէ, որովհետև ասենք, եթե տղամարդը ինքը սեռական ցանկություն է ունենում անկախ նրանից, թե ինքը կնոջ հետ գործ ունի, թե գործ չունի, չէ, եւ թույլ է տալիս իրեն, որպեսզի սերնահեղուկը դուրս գա իր մեջից,
ինքը համարվում է տղամարդ, որը գտնվում է սեռական ցանկության ղեկավարության տակ։ Երբ որ կենդանիակը գտնվելով տղամարդու մարմնի մեջ ազատ է այդ ցանկությունից, իսկ արիացիները իրենք դա համարում էին շատ կարևոր զարգացման մեջ շատ կարևոր ձեռքբերում, երբ որ տղամարդը ինքը բացարձակապես ազատ էր լինում սեռական ցանկությունից։ Այստեղ շատ հետաքրքիր մի թեմա կա, որտեղ արիացիները իրենք այս թեման քննարկում են այնպես, մենք դա ձեզ հետ շուտով պատմություն կմտնենք, հեսա շատ շուտով, այդտեղ հենց կատրաս այդ թեմայի մասին ենք խոսելու, չէ, իրենք առաջ են քաշում այնպիսի գաղափար, որ տղամարդը ինքը կարող է լինել ազատ սեռական ցանկությունից։ Հիմա կինն էլ կարող է լինել այդ ցանկությունից ազատ, բայց կինը ինքը չի կարող հաղթահարել մայրության ցանկությունը, այսինքն երեխա ունենալու ցանկությունը։ Մենք հասկանում ենք, որ այնտեղ մանրամասը կքննարկենք, հիմա այսպես երկու խոսքով ասեմ, այնտեղ ասվում է, որ այ կինը ինքը գերագույն Աստծո անձնավորությունը ինքը այդպես է բանարել, էլի կոպիտ ասած պատրաստել կնոջ մարմինը, հա, որպեսզի կինը ինքը միշտ լինի սերունդ շարունակող։ Հասկանում եք։ Հիմա մեր ժամանակներում, ինչպես տեսնում ենք, չէ, շատ կան այդպիսի կանայք, որոնք իրենք երեխա ունենալու հակում չունեն։ Սա բազմաթիվ հոգեբանական խնդիրներից բացի, չէ, որ ասենք ազնվորությունները իրենք թույլ են ժամանակակից կանայք, իրենք վախենում են, ասենք, երեխա ունենալու այդ երեխան ունենալու բանից, ընթացքից վախենում են, չէ, շատ են վախենում իրականում։ Հետո կան ազնվորություններ, որոնք ասենք, եթե դա դեմոկրատիայի դաշտն է, ապա այդտեղ կարևորվում է մարդու կարիերան, չէ, կնոջը տրվում է ազատություն, կանայք իրենց տնտեսական բանը, տնտեսական ապահովությունը ապահովում են հենց իրենք, այսինքն իրենք աշխատում են, չէ, աշխատանքը չկորցնելու համար ազնվորությունը ինքը պետք է ստաբիլ լինի իր աշխատանքի վայրում, եւ այդպես կինը ինքը ձեռք է բերում տղամարդու հոգեբանություն, կոպիտ ասած, չէ, այսինքն որ դա այդ բանը չէ, որ այո, ես իհարկե, եթե ես արդեն ես ինքս պիտի ինձի պահեմ, կամ ասենք նույնիսկ եթե ես ամուսին ունեմ, ամուսինս ինքը ի վիճակի չի, օրինակ ես ճիշտ ասած, ասենք դու Հայաստանում այդքան չեմ շփվել, չգիտեմ, էլի, բայց Ռուսաստանում կարող եմ ասել, որ գիտեք, այնպիսի քանակությամբ տղամարդիկ կան, չէ, որ իրենք հիմա այնտեղ այսպես էլի ամուսնանում են, ուրեմն կայացած, ֆինանսապես կայացած կանանց հետ, ռուսերեն խոսքով ասեմ, в качестве дармоедов, էլի, հասկանում եք, այդ որ կինը պիտի համ տանը տնտեսուհի լինի, համ անկողնի մեջ սիրուհի լինի, համ աշխատի եւ այդ ուրեմն պորտաբույծին պահի, հա, իսկ ինքը պետք է ուղղակի պարկի բազմոցին խմի գարեջուր եւ նայի հեռուստացույց։ Եվ իրենք հենց այդպես էլ անում են։ Ամուսնանում են կանանց հետ, որոնք իրենք աշխատում են, լավ աշխատավարձ ունեն եւ իրենք չեն աշխատում։ Այնպիսի քանակությամբ են այդ երևույթը, էլի, որ տեսեք, այս ամեն ինչը ինքը չի նպաստում նրան, որ կինը ինքը իրան զգա պատրաստ, որտեղ բնությունը ինքը այլ կերպ է ընդհանրապես դիտարկում այս թեման, չէ, բնությունը ինքը ուրիշ օրենք է դրել, որ կինը, ասենք մարդկային մարմնի մեջ, չէ, կինը ինքը պետք է բանանի, ասեք, ինքը պետք է պաշտպանվածություն զգա։ Դրա համար արիացիները իրենք ասում էին, տղամարդու ֆունկցիաներն են ապահովել, պաշտպանել, զարգացնել։ Հա, եթե տղամարդը ինքը այդ երեքից գոնե մեկը չի անում, ինքը արդեն չպիտի համարվի, որ ինքը արժանի է, որպեսզի իր հանդեպ պարտականություններ կատարվի։ Տեսեք, երբ որ պարտականությունները խեղաթյուրվում են, չէ, ուրեմն տղամարդը ինքը հայտարարում է, որ ինքը ինչպիսին ուզում է լինի, կինը միևնույն է պիտի իրան ծառայի։ Արիացիների մոտ այդպիսի շովինիստական գաղափարներ չկան։ Հա, եւ իրենք հստակ են ասում,
թե իրանք չեն հերքում, որ կինը պիտի ծառայի տղամարդուն, իհարկե պիտի ծառայի, ընդհանրապես խնդիր չկա, կանացի մարմինը ինքը տնտեսություն վարելու համար նախատեսված մարմին է, հոգեբանությունը, տնտեսություն վարելու համար նախատեսված հոգեբանություն է, բայց երբ որ կնոջը ազատություն են տալիս, չէ, եւ ես միշտ ասում եմ էլի, որ կինը ինքը ձգտում է դեպի ազատության, չէ, որովհետեւ իրականում, եթե անկեղծ լինենք, չէ, աստվածամերժության դարաշրջանում շատ քիչ են այնպիսի տղամարդիկ, որոնցից հաճելի է կախված լինել։ Հասկանում եք, տղամարդը սովորաբար իր կախվածությունը չարաշահում է։ Եվ նույն կերպ կարող ենք ասենք, որ աստվածամերժության դարաշրջանում շատ քիչ են այնպիսի կանայք, որոնց հանդեպ տղամարդը ինքը կարող է այդ ցանկությունը ունենալ, պաշտպանել, հոգ տանել եւ զարգացնել։ Հասկանում եք, չէ՞, սա իրականում շատ կարևոր կետեր են։ Հիմա երբ որ կինը ինքը, ասենք, նույնպես մտնում է հոգևոր ճանապարհի մեջ, չէ՞, ինքն էլ կարող է տղամարդու հետ հավասարազոր կարող է ազատ լինել սեռական ցանկությունից, բայց եթե ինքը առողջ կանացի բնություն ունի, ինքը չի կարող հրաժարվել երեխա ունենալու ցանկությունից։ Հիմա եւ մենք հիմա քննարկում ենք, որ մեր ժամանակներում դա այդպես չի, որովհետեւ կինը ինքը ազատության տակ հասկացվել է, որ կինը պիտի վերցնի իր վրա տղամարդու պարտականությունները, չէ՞, որ իրականում որովհետեւ կարիք չկար կնոջը ազատություն տալ այն իմաստով, ինչ իմաստով, որ հիմա դա տրված է, հա, կարիք կար, որ կնոջ կարևորությունը ընդունվեր հավասար։ Այսինքն հավասարությունը ինքը դրանում չի, որ կինը ինքը տղամարդու ֆունկցիաներ կատարի։ Հավասարությունը դա նրանում է, որ տղամարդը իր պարտականությունների մեջ է հաստատված, կինը իր պարտականությունների մեջ է հաստատված, եւ տղամարդը ինքը չի համարում, որ կինը իրենից ցածր է։ Սա է հավասարությունը։ Բայց որ իրենց պարտականությունների դաշտը տարբեր է, հասկանում եք, տեսեք, սա իր հետևանքներն է, չէ, ունենում։ Օրինակ, տեսեք, ասենք, հա, հիմա թերությունները չքննարկենք, չէ, բայց ես միշտ ասում եմ, որ մուսուլմանական աշխարհը այս պահին, չէ, հաղթել է դեմոկրատիայի, ինքը արդեն փաստացի հաղթել է, ուղղակի մնում է, որ այդպես էլի ընդունեն, դա արդեն անդառնալի է, հնարավոր չի դրա տակից դուրս գալ։ Ինչի մասին է խոսքը, չէ։ Տեսեք, մուսուլմանները իրանք ուրիշ ճանապարհով են գնացել։ Իրանք թույլ չեն տվել, որպեսզի կինը մտնի տղամարդու դաշտ։ Այնտեղ այդ բռնություն, բան, այդ ամեն ինչը ես հասկանում եմ, դրա համար ասում եմ, թերությունները հիմա չեն քննարկում։ Մի հատ ճիշտ քայլ է արվել, որ կինը պիտի մնա իր ֆունկցիաների մեջ, տղամարդը պիտի մնա իր ֆունկցիաների մեջ։ Թե ինչի հաշվին է իրականացվում, հիմա ես դա դաժե չեմ ուզում այդտեղ մտնեմ, էլի։ Չէ՞։ Բայց տեսեք, այդ մի հատ քայլը ինքը բերել է դրան, չէ՞, որ մուսուլմանները իրանք շատ երեխաներ են ունենում։ Ինչու՞, որովհետև կինը ինքը վստահ է, որ եթե ինքը պահում է բարոյականությունը եւ հավատարիմ է իր ամուսնուն, չէ՞, ամուսինը իրեն երբեք չի լքելու։ Ուրիշ կնոջ կարիք ունի, կարող է երկրորդ կին բերել, բայց իրեն չի լքելու։ Հա, եւ ինքը վստահ է, որ իր երեխաները իրանք գտնվում են ամուսնու հոգատարության տակ։ Всё։ Չէ, այդտեղ նույնիսկ օրենք կա, որ երեխան համարվում է տղամարդու կոպիտ ասած սեփականությունը, հա, այսինքն նախընտրությունը տրվում է տղամարդուն, ինչու, որտեվ սերմն է Իրանը, այսինքն ինքը կենդանիակը Իրանից է, չէ։ Եվ տեսեք, ասենք, իսկ դեմոկրատիան ինքը գնացել է այն ճանապարհով, որ հավասարության տակ հասկացել է կնոջը դուրս բերել տղամարդու հովանավորության տակից, դու էդի չքննարկենք, ես մի քանի անգամ քննարկել եմ, թե ինչու են կնոջը փողոցները գցել, հա, կնոջը դուրս բերել եւ թույլ տալ իրեն, որպեսզի ազատության ոչ թե հավասարություն տալ, այլ տալ ազատություն լինել տղամարդ, ըստ էության։ Եվ այդտեղ կանայք իրենք այո վախենում են երեխաներ ունենան, ինչու, որովհետև ընդունված է, որ ցանկացած ընտանեկան հարաբերություններ կարելի է խզել,
մի կողմից կարող ենք ասել, սա ճիշտ է, որովհետև ընտանեկան հարաբերություններ կան, որ դժոխքում երևի ավելի հեշտ է, քան այդ ընտանեկան հարաբերությունների մեջ։ Իհարկե, երբ որ հարաբերությունները իրար այդքան այլանդակ են, հա, այդ բռնության տակ մարդուն պահելը եւ ստիպել, որ ինքը այդ բռնության դաշտում գոյատևի, դա անարդար է։ Ես համաձայն եմ։ Փորձել են ինչ-որ ելք գտնել, չէ՞, բայց այդ ելքը, որը գտնվել է, այսինքն դա խնդիր է, բայց արդյոք խնդրի ելքը ճիշտ է տրված, որովհետև այն ելքը, որը տրված է, ինքը հիմա նպաստում է, որպեսի այսպես կոչված աշխարհիկ պետությունները եւ քրիստոնյա աշխարհը, չէ, ինքը ուղակի իր թվականակով դառնա մի հատ չնչինություն։ Եվ դա արվել է դրա հաշվին։ Հիմա, ուրեմն, արիացիները իրենք շատ, ես ասել եմ արդեն մի քանի անգամ, որ իրենք նյութական աշխարհը հենց այդպես էլ անվանում էին սեռական ցանկությունների գերություն։ Հա, եւ դրա համար համարվում էր, որ որպեսզի կենցանիակը ինքը ազատագրում ստանա նյութական էներգիայից, հա, ինքը պետք է հաղթահարի իր մեջ սեռական հակումը։ Եթե ինքը դա չի, եթե պրակտիկան ինքը չի տալիս այդ ուժը հաղթահարելու, ուրեմն դա իրականում բան է, էլի։ Ու այդքան էլ հզոր պրակտիկա չի։ Հիմա տեսեք, եւ այս 4 գումարները, չէ, իրանք տիեզերքի սկզբից ծնվում են եւ մինչեւ տիեզերքի վերջ գոյություն ունեն, հա, բայց իրանք միշտ ունեն 5 տարեկան երեխաների տեսք։ Եվ ման են գալիս, այնպես որ այս թեման էլ է ինքը շատ հետաքրքիր արիացիների մոտ, իրենք ման են գալիս տկլոր։ Տեսեք, մենք երկրորդ անգամ ենք հանդիպում ազնվորությունների, որոնք տկլոր են ման գալիս։ Եվ առաջինը ով էր, հենց ինքը Բhagavatam-ը պատմողը, Շուկադևը Գոսվամին։ Եվ ես այն ժամանակ, տեսեք, մենք առաջին գլխում այդպիսի էպիզոդ ունեցանք, չէ՞ որ կանայք իրենք լճի մեջ լողանում էին եւ այդտեղով անցավ Շուկադևը Գոսվամին, կանայք նույնիսկ ուշադրություն չդարձրեցին, թեկուզ իրանք այդտեղ մեկ լողանում էին, ինքն էլ մեկ անցնում էր, բայց իրաց համար ակնհայտ էր, որ ինքը ընդհանրապես ոչ մի ռեակցիա իրանց վրա չտվեց։ Հենց որովհետեւ մերկ էր, դա միջապես երևում էր, չէ՞։ Հիմա եւ անցավ բանը Վյասադևան, այսինքն Շուկադևը Գոսվամի հայրը, չէ՞, եւ ինքը շորերով էր, բայց այդ աղջիկները միանգամից դուրս եկան եւ սկսեցին արագ-արագ ծածկել իրենց։ Վյասադևան ինքը զարմացավ, եթե հիշում եք։ Ինքը ասեց չհասկացա, այսինքն երիտասարդ Շուկադևան ինքը անցավ այստեղից, դուք իր վրա ոչ մի ռեակցիա չտվեցիք, իմ վրա ինչու այնպիսի ռեակցիա տվեցիք, ոնց որ թե ես ձեր հանդեպ ինչ-որ եսի միջ ունեմ, որտեղ Վյասադևան էլ էլի շատ բարձր մակարդակի հրաժարված էր։ Եվ աղջիկներն իրանք այսպես պատասխանեցին, ասեցին, որովհետև Շուկադևայի գլխի մեջ ընդհանրապես չկա կանանց հետ հարաբերվելու թեման, իսկ դու այդ փորձը ունես։ Այսինքն ինչքան էլ ուզում է դու այս պահին հրաժարված լինես, չէ, դու այդ փորձը կանանց հետ սեռական հարաբերություն ունենալու ունես։ Հա, ուրեմն իրանք դա են զգացել, որ ինքը կարող է տատանում տալ ցանկության տեսքով։ Եվ դա ամիշապես սկսեցին հագտնել, չէ։ Հիմա այն նույնն է այս գումարներն են։ Իրանք մերկ են ման գալիս եւ այդ մերկ ման գալը, Հնդկաստանում էլ հիմա ճիշտ ասած, գիտեք ոնց է ասենք, օրինակ այն սրբավայրերը, որտեղ որ մենք գնում ենք իմ աշակերտների հետ, չէ, հատկապես Վրինդավանում, այնտեղ նույնպես կան այդպիսի տղամարդիկ, որոնք իրանք այդ, այսպես ասեմ, հիմա եթե լինեին մենակ հնդիկներ, չէ, ես կարծում եմ, որ իրանք հանգիստ ման կգան, որովհետև հնդիկների գիտակցության մեջ դրված է, թե որ տղամարդն է, որ մերկ է ման գալիս։ Այսինքն ինքը ցույց է տալիս արտաքին աշխարհին, որ ինքը ոչ մի կնոջ վրա սեռական ռեակցիա չի տալի։ Հասկանում եք։ Բայց որովհետև հիմա այդ սրբավայրեր շատ են գնում
նո այսպես կոչված սպիտակ աշխարհը, հա, ուրեմն սպիտակ մարդիկ, ես կարծում եմ, որ իրանք մի քիչ արդեն անհարմար են զգում, որովհետև, ասենք, ինչքան ես եմ տեսել այդպիսի ազնվորություններին, իրանք ոնց որ ռիսկ չանեն, էլի ման գան, իրանք նստում են այնպես, որ դե ուղղակի երևա, որ փաստացի իրանք մերկ են, բայց համել չերևա, որ մերկ են, հասկանում եք, որտեվ ինչ որ նո մենք սովոր չենք, չէ, այդպեսի ռեակցիալիքը այդպեսին է լինում, որ իրանք հայտնվում են անհարմար վիճակում, որտեղ մենք հարգանքի փոխարեն այսպես բան ենք զգում, էլի, ֆու, էսի այլանդակություններ, չէ։ Եվ բայց ասենք արական քաղաքակրթության մեջ այդ մերկ բան եկող տղամարդիկ, դրանք բոլորը հասկանում էին, որ ինքը շատ բարձր մակարդակի հրաժարում ունի, ուղղակի հակառակը, շատ բարձր մակարդակի հրաժարում ունի։ Հիմա, սիրելիներս, թեկուզ եթե հանական եմ, կարող եմ նույնիսկ այսպես ասեմ, որ կարելի է եւ նաեւ այդպես ասել, որ նրանք ովքեր որ հատկապես այդպիսի վայրերում են, որ գյուղերում բաներում լինում են, իրանք երևի թե զգում են, որ ասենք հնդիկ կանայք իրանք այդքան էլ հրապուրելի չեն, չէ, եւ երբ որ այդ խնամված, ասենք գեղեցկադեմ բան սպիտակամաշկ կանայք իրանք հայտնվում են այնտեղ, միգուցե եւ այդ տղամարդիկ այդտեղ հասկանում են, որ այդքան էլ հրաժարված չեն եւ հայտնվում են մի քիչ անհարմար վիճակի մեջ, դրա համար թաքցնում են իրենց, բայց անցնենք հանակամեցի, հա, հասկանում եք, չէ, իսկ կումարները, իրանք այ բացարձակ ազատ են, եւ իրանք հրաժարվում են, մենք էդի կնայենք էլի շուտով, իրանք, երբ որ բրահման ինքը ասում է, որ ինքը շատ գրգռված է, որպեսզի տիեզերքը զարգանա, բան երեխաներ ունենան, բան եւ ինքը իր բոլոր տղաներից պահանջում է, որ իրանք երեխա ունենան, սանատ կումարները հրաժարվում են, ասում են մեզանից ձերքաշի, մենք երեխաներ չենք ունենալու, այսինքն պտուղ չենք տալու։ Եվ այս իմաստով ահա որ կարևոր է, թե սանատ կումարները իրանք ինչ սկզբունքների մարմնավորումներ են։ Ուրեմն, այս սանական, որը ինքը համարվում է սանատ կումարը, հա, ինքը համարվում է բանը, մեծը այդ տղաների, եղբայրների, հա, ուրեմն, սանատ կումարը ինքը հրաժարման մարմնավորումն է, հա, ընդ որում, հրաժարումը մենք դες հետ խոսացել ենք, չէ, որ հրաժարումը ինքը ունի իր աստիճանները, այս սանատ կումարը ինքը վայրագյա, այսինքն են 100%-անոց հրաժարման մեջ է, չէ, այդ նյութական բաների, ասեք, նյութական վայելքների հանդեպ, հա, հիմա, եւ արիացիները իրենք շատ լուրջ այդ կետին շատ մեծ նշանակություն են տալիս, որ այդ 100%-անի հրաժարումն է միայն, որ կենտանիակին թույլ է տալիս, որպեսզի ինքը հոգևոր գիտելիքի, հոգևոր իրականացման մեջ հասնի շատ բարձր մակարդակի, հա, հիմա, սանակ կումարը, իրանք բոլորը այսպես բանանուններ ունեն, էլի, սանատանը, սանատ, սանանդանա եւ սանակա, սանակյան ինքը սանքյայի, այսինքն գյանայի, գիտելիքի մարմնավորումն է, չէ՞։ Սա ինչի մասն է խոսքը, էլի, որ տեսեք, մի կողմից, չէ, ինքը խոսում է, որ իրանք հրաժարվում են երեխա ունենալ, սա խոսում է նրա մասին, որ այդ 4 սկզբունքները, որը մենք հիմա ձեզ հետ կքննարկենք, այս 4 սկզբունքները իրենք պտուղ տվող չեն, նյութական պտուղ տվող չեն, ինչու, որովհետև հոգևոր գիտելիքը ինքը կենթանիակին բերում է հրաժարման, հասկանում եք, և պարզ է, որ հրաժարումը դա նյութական բան չի, նյութական պտուղ չի, դա հակառակը, նյութական պտուղներից հրաժարվելու պրոցեսն է, չէ, ուրեմն սանական ինքը այ հոգևոր գիտելիքի, գյանայի, իմաստություն տվող գիտելիքի, ոչ թե նվիրվածություն Աստծո հանդեպ, այլ իմաստություն տվող գիտելիքի սկզբունքն է, և ինքը չի համաձայնվում տալ նյութական պտուղ։ Հաջորդը դա սանանդանան է, որը ինքը յոգայի, պրակտիկայի, այսինքն գիտելիքը, գյանա ձեռք բերվեց, հիմա այդ գիտելիքի, այսինքն այդ հրաժարման հիմքի վրա կենթանիակը գնում է դեպի մեդիտացիա, այսինքն երբ որ
կենտրոնացումը ինքը գիտելիքի հաշվին պոկեց նյութական աշխարհից եւ խորասուզեց հոգեվոր ինքը իր մեջ, հələ որ այսպես ասենք, չէ՞։ Ուրեմն այ յոգան էլ ինքը դա իրականում միստիկական պրակտիկա է, այսպես շտականում էլի, ինքը շատ միստիկական պրակտիկա է, բայց որը ինքը նախատեսված է կենթանիակին նյութական աշխարհից դուրս բերելու համար, չէ՞։ Եվ որպեսի կենթանիակը ինքը ոչ թե իմանա, որ ինքը հոգի է, հա, այլ իրականացնի, որ ոչ թե մենակ ինքը հոգի է, այսինքն ոչ թե մենակ ինքը լույսի կտոր է, այլ որ ինքը հավերժ անձնավորություն է։ Սա առաջի պերսոնալ քայլն է։ Հասկանում եք հոգևոր կյանքի մեջ։ Եվ տեսեք, սա էլ չէ, բացարձակ հոգևոր արդյունք տվող պրակտիկա է։ Ես դրա համար եմ էլի մի քիչ բանով վերաբերվում, որ այդ պրակտիկայի մեջ խաթխա յոգայի պրակտիկան վերածել են բանի էլի ուղղակի ֆիզկուլտուրայի կամ չգիտեմ, մի թեթև քեզի ինչ որ կարգավորված վիճակի բերելու պրակտիկա եւ համարում է, որ դա եսիմինչ յոգա է։ Դա յոգա չի։ Յոգան ինքը ընդհանրապես ուրիշ բան է։ Հիմա սանատանան, ես արդեն ասեցի, ինքը ուրեմն այդ բարձրագույն հրաժարվածության աստիճանն է եւ սանատ կումարը ինքը ասկեզան է, այսինքն ճգնություններ կատարելու հզորությունը։ Հա? Հիմա տեսեք, ուրեմն երբ որ անձնավորությունը, մենք այդ թեմայով խոսացել ենք, չէ՞, որ կենթանիակներ իրանք լինում են երկու տեսակի։ Նրանք, ովքեր որ ինքնաիրականացման ճանապարհով են գնում սեփական ուժերի հիմքի վրա, եւ նրանք, ովքեր զարգացման ճանապարհով են գնում հենվելով գերագույն աստծո անձնավորության հզորության վրա։ Առաջինների համար շատ կարևոր է սեփական ուժը։ Եվ այս 4 սկզբունքները իրանք, ուրեմն, տեսեք հիմա, ճգնությունները, դրանք սեփական ուժը ձեռք բերելու բանն է, ինստրումենտն է, հա։ Գիտելիք զարգացնելը, ուրեմն, նյութական աշխարհից գիտակցությունը պոկելու, ուրեմն ուժն է, չէ՞։ Հիմա յոգայի մեդիտացիաներով զբաղվելը, չէ՞, դա սեփական բնությունը ընկալելու ուժն է, հնարավորությունն է, չէ՞։ Եվ այդ ամեն ինչը իրար հետ վերջնականում բերում է հոգևոր ամենաբարձր գիտելիքին, ինչի հաշվին, որովհետև այս 3 պրոցեսները, այսինքն բանը, ճգնությունները, գիտելիքը եւ բանը, հրաժարումը, չէ՞, իրանք ինչի են եւ ասենք մեդիտացիան, իրանք բերում են գերհոգու հետ հանդիպման։ Եվ սա գիտելիքի ամենաբարձր մակարդակն է այդ սեփական ուժերի վրա, հասկանում եք, չէ՞։ Հիմա տեսեք ուրեմն, եւ այ սանատ կումարները իրանք այս 4 բաներն են, 4 սկզբունքներն են։ Ինչ ասեց տեքստը։ Հա, ինչ ասեց տեքստը։ Բացեմ տեքստը։ Ուրեմն տեքստը ինքը հնչեց այսպես, չէ՞, որ ժամանակին, ուրեմն սանատ կումարը, որը ինքը այդ 3 բաների առաջնորդն էր, մյուս մեծ իմաստունների ուղեկցությամբ, հա, ուզում էր ճանաչել Վասուդևա կոչվող բարձրյալ ճշմարտությունը։ Եվ այս նույն հարցերը ուղեց Սանկարշանային։ Հիմա մենք երկու ուրիշ կերպար ունենք, որոնց պետք է հասկանանք։ Արիացիները իրենք, ուրեմն գերագույն աստծո անձնավորությանը կոչում են Վասուդևա։ Մի կողմից մենք կարող ենք ասել, որ Վասուդևան ինքը բանն է։ Ինչու են իրան ասում Վասուդևա, որովհետև ինքը Վասուդևայի որդին է։ Հա? Ինքը Վասուդևայի որդին է, դրա համար իրան ասում են Վասուդևա։ Վասուդևա, երբ որ ասում են գերագույն աստծո անձնավորությունը, նկատի ունեն իմինը Տեր Շի Կրիշնային, որովհետև Կրիշնան է ծնվել Վասուդևայից, հա? Եվ Վասուդևա ինքը նշանակում է Վասուդևայի որդի։ Բայց եթե մենք մի քիչ ավելի խորն ենք ուզում հասկանանք, չէ՞, թե ասենք այդ Վասուդևա ինքը բառը ինչ է նշանակում։
Ուրեմն վասու, հա, դա մի քանի նշանակություն ունի։ Կարելի է թարգմանել որպես կյանք, կարելի է թարգմանել որպես լույս, կարելի է թարգմանել որպես հարստություն, կարելի է թարգմանել որպես ներկայություն, հա։ Իսկ դևա դա միշտ նշանակում է աստվածություն, հա, կամ այսպես էլի, բան, փայլատակող, լուսավորված ազնվորություն, հա։ Երբ որ խոսում ենք ուրեմն բանի մասին, անվան իմաստի մասին, թե երբ որ Գերագույնին անվանում են Վասուդևա, ուրեմն երբ որ ինքը գալիս է մարդկային հասարակություն, ինքը ծնունդ է ստանում Վասուդևայից, հայտնության է գալիս Վասուդևայից, դրա համար իրանք կոչվում են Վասուդևա, այսինքն փայլատակող բանի Վասուդևայի որդի, հա։ Եթե մենք ուրեմն բան ենք անում, վերցնում ենք իր փիլիսոփայական իմաստը, չէ, ապա այստեղ մենք խոսքը, այդ նույն խոսքը, վասու խոսքը կարող ենք թարգմանել որպես ներկայություն։ Եվ այդ ժամանակ, երբ որ Գերագույն Աստվածնավորությանը արիացիները իրենք բաներն դիմում են որպես Վասուդև, հա, իրանք դիմում են իրան որպես նա, ով ներկա է բոլոր կենդանի էակների մեջ, հա, կամ ամեն ինչը ներկա է իր մեջ, այսինքն ամեն ինչը դուրս է գալիս իրանից, հա, երբ որ մենք արդեն խոսում ենք հոգևոր տեսանկյունից, չէ, ուրեմն երբ որ խոսում են Վասուդևայի մասին, ինքը բաներ այսպես անմիջապես մատնանշում է Գերագույն Աստծո անձնավորությունը, նախասկզբնական, հա, եւ դա համարվում է Գերագույն Աստծո անձնավորության կամ գերհոգու ամենաբարձր բաներից մեկը, արտահայտումներից մեկը, հա, ինչու համար, որովհետև իր մեջ այդ ինչ որ կոչվում է Սաչիտանանդա, չէ, Սաչիտանանդան կարելի է հիշել էլի, որտեղ արիացիները իրենք ասում են, որ եւ Գերագույն Աստծո անձնավորությունը եւ կենդանի էակները իրանք Սաչիտանանդա են, ինչ է նշանակում, Սատ, իրանք հավերժ են, Չիտ, իրանք ընկալող են, այսինքն գիտելիք զարգացնող, եւ Անանդա, իրանք նախատեսված են երանության համար, ոչ թե վայելքի, երանության համար, չէ, եւ երբ որ իրան ասում են Վասուդև, դա այն ազնվորությունն է, որի մեջ այդ Սաչիտանանդան արտահայտված է ամենա, այսպես բան էլի 100%-ով, հա, այսպես ասենք, չէ, եւ այդ տեսանկյունից Վասուդևը ինքը բոլոր մնացած բանավորումների հիմքն է, հասկանում եք, եւ ինքը Վասուդևը ինքը հետագայում 10-րդ երգում մենք քննարկենք, որ Վասուդևային Բաքսիվինոդ Թակուրը կհայտարարի հոգևորացուցիչ մարմնավորում, իսկ դա նշանակում է, որ ինքը գիտելիքի եւ ինքնաիրականացման հիմքն է, հա, հասկանում եք, եւ այդ պատճառով ուրեմն բան են անում, քննարկում են ընդհանրապես, որ Վասուդևան ինքը այն օվկիանոսն է, որի մեջ արտահայտվում են բոլոր աշխարհները, որ ինքը այն փայլատակող անձնավորությունն է, որը ինքը բոլոր կենդանի էակների սրտի մեջ է, հա, բայց եւ միաժամանակ տրանսցենդենտալ, այսինքն չկապված վիճակում է այնտեղ գտնում, չէ։ Հիմա ինչ վերաբերվում է Սանկարշանային, ով է ընդհանրապես Սանկարշանան։ Եթե մենք խոսում ենք բանը, ինքը խոսքը, հա, թե ինչպես է ինքը ձևավորվում, կներեք, ապա այստեղ իր արմատը այդ ինքը հնչում է Սանկարշանա, չէ, բայց այդ կրիշ, այսինքն կրաշ, կրիշ, բանն է էլ իր արմատը, որը նշանակում է բան, քաշել իրան մեջ, ձգել դեպի իրան, հա, այդ սան բանը էլի պրիստավկը հայերեն չգիտեմ ոնց է, հա, ինքը բանը նշանակում է բաներ, ասես իրար հետ, հա, լիարժեք, միացնող, հա, եւ երբ որ ասվում է Սանկարշանա, հա, դա նշանակում է այն ազնվորությունը, որը ամեն ինչը ձգում է դեպի իրան, այսինքն ամեն ինչը միացնող, ամեն ինչը հավաքող, հա,
նա ով որ բոլոր կենդանիակներին ձգում է դեպի Աստված, դեպի իրան, հա։ Բայց Սանկարշանան նաև ունի այդպիսի մի ասպեկտ, որ ինքը կարող է բանալ, էլի քանդել ամբողջ տիեզերքը, հա, եւ ինքը կարող է իր մեջ քաշել ամբողջ նյութական աշխարհը եւ բանը, այսինքն ինքը նաև կարող է լինել ավիրող սկզբունքը։ Հիմա փիլիսոփայական տեսանկյունից, չէ, Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ներկայացվում է, քննարկվում է որպես 4 արտահայտություն։ Սա արդեն շատ բարդ է այդ Գերագույն Աստծո անձնավորության նրա մարմնավորումների գիտությունից է։ Ես ուղղակի հիմա այսպես պարզ ձևով կասեմ, կանցնենք առաջ, հետագայում մենք այս 4 բաները շատ մանրամասն կքննարկենք, չէ՞։ Ուրեմն կա 4-նյակ՝ Վասուդևա, Սանկարշանա, Պրաջումնա, Անիրուդհա։ Ես հիմա բաները չեմ ասի, Վասուդևան մենք քննարկեցինք, երկրորդը Սանկարշանան է։ Հետագայում հեսա շատ մոտիկ մենք համ Պրաջումնայի մեջ կմտնենք, համ Անիրուդհայի։ Հա, եւ ուրեմն այս Սանկարշանան ինքը բան է անում էլի, ալիցտվարի այդ մարմնավորում է, էլի, այսպես ասեմ, հա, մարմնավորում է աստվածային այն ուժը, որը ամեն ինչը միաբանում է, որը ամեն ինչը միացնում է, չէ՞։ Բայց մյուս կողմից էլ ինքը այդ բանի համ միացնողն է, համ այդ որ ես անհատականությունը, հա, այդ անհատականության սկզբունքը պահպանողն է։ Եվ ասենք այդ է Սանկարշանան ինքը ինչ բանի, ինչ էպիզոդում, ինչ իմաստի տակ է օգտագործվում Սանկարշանա անունը, չէ՞։ Մենք կարողանում ենք հասկանանք, թե ինքը այդ պահին ցուցաբերում է իր միաբանող ուժը, թե այն, որ կենդանիակը ինքը անհատականություն է, չէ՞։ Հա, հիմա եթե մենք պատկերավոր ենք խոսում, ապա Սանկարշանան դա այն ուժն է, որը կենդանիակներին դուրս է բերում այդ նյութական աշխարհում, սամսարակոչվող նյութական աշխարհում, այդ շրջապտույտից, մահվան եւ ծնունդների շրջապտույտից։ Հա։ Եթե կենդանիակը ինքը սկսում է ձգտել դեպի Աստված, սա շատ կարևոր պայման է, չէ՞։ Բայց ուրեմն այս Սանկարշանան ինքը այդ ուրեմն ֆունկցիան ունի։ Եվ եթե մենք այսպես ընդհանրացնում ենք, որպեսզի հասկանանք, թե այստեղ ինչ ասվեց, չէ, ապա Սանկարշանան ինքը այն ուժն է, որը ինքը քաշում է կենդանիակին դեպի կենտրոն, այսինքն դեպի Աստված, հա։ Իսկ Վասուդևան ինքը հենց այդ կենտրոնն է, որը ինքը կանգնած, կոպիտ ասած, փայլատակում է, հա, եւ այսպես բոլորին ձգում է դեպի իրան եւ ամեն ինչից վեր է։ Ուրեմն տեքստը այս հիմա արդեն եթե մենք սա հասկանալով կարդանք տեքստը, չէ, մենք իրան արդեն ուրիշ ձև կկալենք։ Դրա համար ես նորից հիմա մի հատ կարդամ եւ մենք անցնենք առաջ, չէ։ Ուրեմն մի ժամանակ Սանաթ Կումարը, ուրեմն Սուրբ տղաների առաջնորդը, մյուս մեծ իմաստունների ուղեկցությամբ մենք ինքը իմացանք, չէ, յոգան, գիտելիքը, ճգնությունները եւ հրաժարման կատարելությունը։ Ուրեմն այդ իրանք մեծ իմաստունների միասին իրանք մոտեցան ուրեմն բանին, Սանկարշանային, այսինքն այն նրան, ով որ ազատագրում է կենդանիակներին, հա, ինչի համար, որպեսզի Վասուդև կոչվող բարձրյալ ճշմարտությունը ճանաչեն։ Հա, տեսեք արդեն ինքը պարզ դարձավ, չէ, որ այդ 4 սկզբունքները իրանք ծառայում են նրան, որպեսզի կենդանիակը ինքը այդի պիտի ինքը գնա դեպի իր հիմքում պիտի լինի հետաքրքրությունը դեպի բացարձակ ճշմարտությունը, абсолютная истина, հա, դեպի այդ ճշմարտությունը,
հա, եւ այդ սկզբունքն է, որը ինքը բերում է կենթանի էակին Գերագույն Աստծո ազնվորության մոտ, չէ՞։ Հիմա ինքը տեքստը, չէ՞։ Ինչի մասին է սա խոսում, այսինքն իր գլխավոր իմաստը ինչու է կայանում։ Իմաստներից մեկը դա նա է, որ տեսեք, այստեղ խոսքը գնում է իմաստունների մասին։ Եվ իմաստուններ դա միշտ նշանակում է, որ իրանք լիքը բան գիտեն, չէ՞։ Եվ այս է արիացիների բանը, էլի, օրինակ, տեսեք, մենք միշտ պիտի հասկանանք, էլի, որ ազնվորությունը ինքը հենց որ մտածեց, որ ինքը իմաստության մեջ, այս նյութական աշխարհում եւ հոգեվորի մեջ, իմաստության մեջ հասել է ինչ-որ մի հատ գագաթնակետի, որից այն կողմել բան չկա, այն միանգամից պիտի հասկանանք, որ ինքը դադարել է լինել իմաստուն։ Որովհետև այս տեքստը ինքը խոսում է նրա մասին, որ նույնիսկ իմաստունները, великие мудрецы, հա, նույնիսկ իմաստունները, որոնք իրանք շատ բարձր մակարդակի են հասել, իրանք շարունակում են հարցեր տալ։ Հասկանում եք։ Հիմա երկրորդը իմաստունները հասկանում են, որ իմաստությունը ձեռք է բերվում իմացողից։ Հասկանում եք։ Այսինքն, տեսեք, արիացիները մի շատ լավ գաղափար ունեն, որը մեր ժամանակներում ուղղակի հակառակն են դարձրել, չէ՞։ Իրանք ասում են, խելացին իմաստություն է ձեռք բերում ուրիշի փորձի վրա, հիմարը սեփական։ Չէ՞, հիմա տեսեք, երբ որ արդեն ի հայտ է, այսպես էլի, на сцену жизни, այդ կյանքի բեմի վրա դուրս են գալիս կրքոտները, չէ՞, իրանք ինչ են ասում։ Երբ որ կրքոտները դուրս են գալիս բեմի վրա, իրանք ասում են մեծերին ինչ են ասում, իմաստուն, որոնք իրանք կյանքից ավելի շատ բան են հասկանում։ Իրանք ասում են, չեմ ուզում քեզի լսեմ, ոչ էլ ուզում եմ քեզի ենթարկվեմ, թող ես սխալվեմ, բայց այդ կլինի իմ սխալը։ Եվ իրանք համարում են այդ պահին, որ իրանք խելացի են։ Արիացիները համարում էին, որ իրանք իրականում այդքան էլ խելացի անձնավորություններ չեն, որովհետև խելացիները, հա, գիտելիք են ձեռք բերում իմաստուններից։ Հա, այստեղ խնդիրը մենակ մնում է, որ այ իմաստունը ով է։ Ցանկացած անակասեք հիմա, եթե մենք մեր ժամանակներն ենք վերցնում, չէ, մեր ժամանակներում իհարկե բոլոր սերունդները իրենք համարյա 90%-ը փորձի միջոցով են հասել ինչ-որ մի հասկացողության։ Եվ եթե, տեսեք, ասենք հիմա, փոքրը ինքը մեծին ասում, ինչի ասում, ես չեմ ուզում քեզ լսեմ, որովհետև ինքը իր մեծի մեջ չի տեսնում լավ արդյունք։ Եվ ասում եմ, ես քո իմացության բանը, այս քո արդյունքը չի, ես չեմ ուզում քեզ լսեմ։ Ես գնում եմ լսեմ հաջողակներին։ Չէ, բայց հիմա տեսեք, երբ որ ազնվորությունը, բայց այդ ծնողը իր հերթին, իր ժամանակին արել է նույն բանը, ինչ որ այս երեխան։ Ինքը չի ենթարկվել մեծերի իմաստությանը, անցել է փորձով։ Եվ ինքը կարող է լինել այն ազնվորությունը, որի փորձը դառն է եղել։ Եվ այո, իհարկե ինքը այդտեղ այդ դառնության իմաստությունն է ձևակերպել։ Եվ երբ որ իր հաջորդ սերունդը ինքը տեսնում է, որ նույն սխալն է ուզում կատարել, հասկանում եք, այդ ժամանակ մեծը ինքը ոչ թե փրկում է այն սխալից, որը ինքը չի կատարել, այլ փորձում է փրկել այն սխալից, որ ինքը կատարել է եւ վատ արդյունքի է հասել։ Բայց երբ որ անձնավորությունները իրանք կրքի ազդեցության տակ են, իրանց համար իմաստություն, այդ ամեն ինչը ընդհանրապես կապ չունի։ Ինչի, որովհետեւ գիրքը ինքը բավարարություն է պահանջում հիմա եւ այստեղ, հենց այս վարքյանին։ Այսինքն ինքը բանականությունը անջատող կամպանիա է, всё, գիտակցությունը գնաց երկրորդ ճակրայի մեջ։ Ուղեղը միայն սեքստ է։ Всё, բրծավ։ Բոլոր խոսակ։ Սեքսն ու կարիերան։ Հա, երկրորդ ճակրան։ Հասկանում եք, իսկ այստեղ տեքստը ինքը խոսում է, այդ օրինակն է ցույց տալիս, որ ճգնությունը, հրաժարումը, յոգական պրակտիկաները, չէ, բանը, ասեք,
գիտելիքը ամենակարևորը մոռացա, հա, ուրեմն գիտելիքը այդ կամպանիաները, չէ, իրանք նախատեսված են բացարձակին ճանաչելու համար եւ նույնիսկ իմաստունները իրանք դիմում են գիտելիքի աղբյուրին, որպեսի հարցերի պատասխաններ ստանան, հա, այսինքն սա իդեալական տեքստ է, հա, որը տգետ գոռոզի մեջ, հա, տգետ գոռոզին տալիս է իմաստունների խոնարհության, հա, իրանց ուղղվածության եւ բանի էլի ձևականությունից ազատ պահվածքի օրինակ։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա հոգեբանական տեսանկյունից, չէ, տեքստը ինքը այսպիսի ազդեցություն է թողնում մեր վրա, եթե մենք իրան ուշադիր ենք վերաբերվում, չէ, որ բացարձակ ճշմարտությունը ճանաչելու ցանկությունը չի մահանում նույնիսկ իմաստունների մեջ, նույնիսկ նրանց մեջ, ովքեր հասուն են, եւ մենք կարող ենք ասենք հակառակը, այդ ցանկությունը ճշմարտությունը իմանալ իմաստունների մեջ մաքուր է։ Հասկանում եք, երբ որ կենթանիակը ինքը կրքերի մեջ է, չէ, ինքը իմաստության է ձգտում, որ առավելություն ունենա։ Իսկ մենք այստեղ տեսնում ենք այդ օրինակը, որ իրական իմաստունների մեջ բացարձակ ճշմարտությունը ճանաչելու ցանկությունը ինքը չի մահանում եւ այդ ցանկությունը բավարարելու համար իրենք ցուցաբերում են խոնարհություն, նպատակասլացություն եւ ձևականություններից ազատ տրամադրություն։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ուրեմն հոգեբանական ազդեցությունը մեր վրա լինում է դա, որ նույնիսկ իմաստունները իրանք չեն կորցնում այդ ցանկությունը, այլ հակառակը իրանց այդ ցանկությունը ամեն տեսակի նյութական խառնված, կրքերի խառնվածություններից ազատվում եւ մաքուր է լինում, չէ՞։ Այսինքն նույնիսկ այն ազնվորությունները, որոնց համարվում են Սադատ Կուբարներում կարելի ասել բան էլի, սուրբ երեխաներ, չէ՞, որտեղ իրանք միշտ 5 տարեկան երեխայի տեսք ունեն։ Այն նույնիսկ այդ մաքրամաքուր սուրբ երեխաները, չէ, որը իրանք բարձրագույն եւ գիտելիքի տեր են, եթե իրանք բարձրագույն հրաժարումը ունեն, դա նշանակում է իրանք բարձրագույն գիտելիքը ունեն, այսինքն իրանք շատ խորը իմաստուններ են։ Դուք մանրամասն մեկը թող մի հատ իր մեջ պատկերացնի, ինքը ինչ կարգի խորություն պիտի ունենա իր մեջ, որ սեռական ցանկությունից ազատ լինի։ Չէ՞։ Բայց նույնիսկ այդ ազնվորությունները իրանք պահպանել են աշակերտի ոգին։ Հասկանում եք։ Եվ սա ինքը հոգեբանական տեսանկյունից պիտի օգնի մեզ մի հատ շատ կարևոր այդ անարդա, մենք անարդան իվրիտիով ենք, չէ՞ անցնում այդ անարդայից ազատվել։ Որն է այդ անարդան, հա։ Սեփական բանից, ինչ էր ասում, հա, հասունությունից, հա, սեփական հասունությունից գոռոզությունը։ Երբ որ մարդը ինքը մտածում է, որ ինքը ամեն ինչ հասկացել է։ Հասկանում եք, չէ՞։ Եվ սա այս տեքստերը իրանք ջարդում են այդ գոռոզությունը։ Ընդհանրապես գոռոզության թեման ինքը շատ հոգևոր կյանքում դա շատ ակտուալ թեմա է։ Հասկանում եք։ Հիմա ինչ որ վերաբերվում է, ասենք, սիմվոլին, որ այս տեքստը ուներ, չէ՞։ Հա, ապա Սանկարշանան ինքը իրան դիմեցին, չէ՞, իմաստունները։ Սանկարշանան ինքը տիրակալն է, եսի տիրակալն է, որը ինքը այսպես միշտ գիտակցությամբ խորասուզված է նյութական աշխարհի խորքերի մեջ, էլի, այսպես խորքային է տեսնում նյութական աշխարհում գտնվող կենթանիակների այդ կեղծ եսի ազդեցության տակ գործողությունների, այս ինչի ամեն ինչի մեջ, չէ՞։ Եվ
որպեսզի կենդանիակը ինքը հասնի ճշմարտության խորությանը, չէ, ինքը պետք է իջնի այն խորությանը, որտեղ որ Սանկարշանան է գտնվում այ եսի ղեկավարը, հա, այսինքն պիտի մտնի այնտեղ, որտեղ որ թաքնված է կեղծ եսը, հասկանում եք, եւ խոսակցությունը ինչի են իմաստունները գալիս են Սանկարշանայի մոտ, որտեղ Սանկարշանայի հետ խոսակցությունները իրանք կենդանիակին օգնում են, որպեսզի ինքը բանանի էլի, որպեսզի կենդանիակը ինքը ազատվի կեղծ եսից, ինչպես է ինքը դա անում, ինքը բաներ այդ կեղծ եսի հոգը բռնողն է Սանկարշանը, եւ այն դրա համար է, որ ուրեմն սանատկումարները եւ մեծ իմաստունները իրանք դիմեցին Սանկարշանային, որպեսզի հարցեր տան Վասուդևայի մասին։ Եվ սա էր ուրեմն մեր այսօրվա տեքստը եւ նրա քննարկվող թեմաները։ Ստեսություն ձեզ սիրելի դերս, բարի օր եմ ցանկանում բոլորին։